Երգչուհի Տաթև Ասատրյանն ու ամուսինը Նարեկը նշում են իրենց ծանոթության օրը, զույգն արդեն 10 տարի է, ինչ միասին է։ Տաթևն ու Նարեկը ծանոթացել են, երբ Տաթևն ընդամենը 18 տարեկան է եղել, զույգի միջև տարիքային տարբերությունը 7 տարի է։ Նշենք, որ իր մենահամերգի ընթացքում Տաթևը խոսելով իր և ամուսնու ծանոթության մասին ընդգծել էր, որ իրենց առաջին հանդիպումը տեղի է ունեցել Երգի պետական թատրոնում և միակ բանը, որն իրենք ունեցել են, իր ձայնն է եղել։ Նարեկը հանդիսանում է նաև Տաթևի պրոդյուսերը։ Երգչուհու Սկեսուրն ու Սկեսրայրը ևս երաժիշտներ են։ Խոսելով կարիերան քավր կատարումներով սկսելու մասին, երգչուհին պատմել էր. 2016 թվականներ մտահղացումը Նարեկինն էր, ինձ համար քավրնել է համարվում պրոֆեսիոնալ ու կապ չունի, որ դա ուրիշի երգ է, իմ կոլեգաներն են, իմ ընկերներն են, ես նորմալ փող ոչ մի կլիպի վրա չեմ ծախսում։ Առաջինը Նարեկն էր, երբ գրել իմ առաջին տեսահոլովակի վրա ծախսել ենք ընդամենը 100,000 դրամ, այդքան ունեինք։ Ես ԱԼՄ-ում եմ եղել, ամենտեղ եղել եմ, ինձ ինչ հիշում եմ, երգում եմ, 4 տարեկանից, երբ արդեն խոսել գիտեի, մաման ուղարկեց Դորեմի Նադյայի մոտ, հետո 5 տարեկանից գնացի Տիգրան Կարապետյանի մոտ։ Իմիջայլոց տարածվել են շատ վիդեոներ, որ ես փոքր տարիքում ԱԼՄ-ում երգում եմ կարմիր թշերով, բեղերով, տարիներն են։ Առաջին աշխատածս գումարը երգով եղել է 5,000 դրամ։ 13 տարեկան էի, քաղաքապետարանից ինձ կանչեցին, կոլեկտիվով հավաքվում էին, միջոցառում կար, որ պետք է երգեի։ Ասացին Տաթև ջան, ինչ գումար նախատեսենք, ասացի 5,000 դրամ։ Դա շատ մեծ գումար էր ինձ համար եւ այն տարիներին 5,000 դրամը արժեք էլ ուներ։ Գնացի, երգեցի, արդեն ժամը 9:30 էր։ Մամայիս էլ ասացի գնում եմ այսօր փող աշխատեմ երգելով։ Օրը վերջացավ, ասացի ես հիմա պիտի գնամ տուն, խնդրում եմ ինձ ճանապարհեք։ Ասացին գնա Տաթև ջան, հարցրի բա գումարս, ասացին դե մի օր էլ մենք քեզ պետք կգանք։ Ռեստորանից դուրս գալիս շատ տխուր, վիրավորված, քցված, խաբված էի։ Միջանցքում մտա վերարկուների սենյակ, բավականին պիջակներ կային կախված, որևիցե մի գրպանից գտա դրամապանակ, վերցրի իմ 5,000 դրամը, դրեցի հետ այդ դրամապանակը ու գնացի տուն։ Պատվի հարցեր ես մամայիս ասել էի, որ փող եմ գնում աշխատեմ, բայց ես ազնիվ եմ եղել, իմ 5,000 դրամն եմ վերցրել։ Մեր տան միակ աշխատողը ես եմ եղել, առաջին աշխատածս երգելով չի եղել։ Բերքահավաքների էի գնում, լոլիկ էի հավաքում, միդույլ էլ բերում էի տուն։ Խոսելով անձնական կյանքի ու երեխաներ ունենալու մասին, Տաթևը նշել էր. ժամանակ չկա հիմա, ես երեխա եմ, դեռ մի քիչ մեծանամ, նոր կլինի անպայման։ Հիմա զբաղված եմ, ինձ այդքան ժողովուրդ է սպասում, պետք է փող աշխատեմ, որ երեխա ունենամ, չէ։ Առաջինը ունենում ես, ասում եմ, բա երկրորդը երբ ես ունենալու, չունես, հարցնում են երբ ես ունենալու, դրա օրն էլ կգա, ընդգծել էր երգչուհին։ Իմ հասակը տարիների փորձ ունի, ամեն տարին իրեն պատմություն ունի, խոշոր դեմքից ամեն ծալքնիր դառնունի, ձերության դեմ ոչ ոք ոչ մի չար չունի, խոշոր դեմքից ամեն ծալքնիր դառնունի, ձերության դեմ ոչ ոք ոչ մի չար չունի։ Մանկությունից անցա երկար ճանապարհ, դպրոցում եղան խելագար, դաժան դեմքից ամեն դեպիկ նեգուճար, մի խոսացնեք, ես գդարնամ խելագար, դաժան դեմքից ամեն ծարնին դարնունի, մի խոսացնեք, ես գդարնամ Ձյաձ Արտուր, Աջա, չերքենք, երկենք։ դե լա մաժորից չարգա, գնացինք։ Ղարաբաղի զմրուխտ հավքերի մծանոտ, յարիս բարև տարեք հենց
աչքս շամփիր սիրտս կարոտի մայարի գեղեցկուն են մեր լոր հասարերի աչքս շամփին սիրտս կարոտի մայարի բարև տարեք կյանքս տարեք իմ յարին Ղարաբաղի զմրուխտ հավքեր կյանքս տարեք իմ յարին արև տարեք բարև տարեք կյանքս տարեք իմ յարին Starek im yari Xabar Tarek Երևանի սիրուն աղջիկ ունքերդ կամար հաստատ գիտեմ որ ծնվել ես միայն ինձ համար Երևանի սիրուն աղջիկ ունքերդ կամար հաստատ գիտեմ որ ծնվել ես միայն ինձ համար ինձ պես սև ու հես սիրուն յարուն Երևանի սիրուն աղջիկ էլ ինչ դարդում ես Ես սև ու հես ջահել յարուն ես Երևանի սիրուն աղջիկ էլ ինչ դարդում ես
Ա